Բարի օր հարգելի ունկնդիրներ, այսօր մենք կքննարկենք Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված 2459 բանաձևը, որն առաջարկում է անմիջական երկխոսության հարթակ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև չեզոք դիրքից։ Ինչպիսի ակնկալիքներ կարող է ունենալ Արցախի բնիկ հայությունը եւ ինչ դեր կարող է խաղալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը երկխոսության մեկնարկում։ Այս եւ այլ հարցերի շուրջ մենք այսօր զրուցելու ենք Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի падգամավոր եւ Արցախի հարցերով հանձնաժողովի պատասխանատու Աշոտ Հարությունյանի հետ։ Ողջույն պարոն Հարությունյան, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը։ Այսպես, Շվեյցարիայի խորհրդարանը թիվ 2459 բանաձևով չեզոք դիրքորոշմամբ հարթակ է տրամադրում Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։ Ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Արցախի բնիկ ժողովուրդը այս բանաձևը ընդունելուց հետո։ Երբ որ համաշխարհային հանրությունը, հատկապես Թուրքիան եւ Ռուսաստանը արդեն հայտարարել են, որ իրենց ասածով Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մաս, Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այսպիսի որոշման կայացումը նշանակում է, որ միջազգային հանրությունը հայտ է ներկայացնում, որ հարցը փակված չի։ Այս առումով փաստորեն մեզ մի անգամ եւս իրավաբանորեն հնարավորություն է տրվում բարձրացնելու այդ հարցը։ Թե ինչպես մենք դա կօգտագործենք, դա կախված է արդեն Արցախի հանրապետության ներկայացուցիչների գործնական քայլերից եւ ինչպես կկարողանան նրանք համաշխարհային հանրությանը ներկայացնել Արցախի բնիկ հայության այս վիճակը, այդ ամենը կախված է մերոնց բռնած դիրքորոշումից։ Շատ լավ, իսկ որքանով է հնարավոր, որ Շվեյցարիան կարողանա ապահովել չեզոքություն եւ արդյունավետ միջնորդություն այս գործընթացում։ Արդեն իսկ խորհրդարանի հայտի մեջ ասվում է, որ Շվեյցարիան բռնում է չեզոք դիրք։ Այսինքն ինքը ոչ մյուսի համար, ոչ մյուսի կողմ դիրքորոշում չի բռնում եւ միաժամանակ թույլ չի տալիս, որ կողմերից որևէ մեկը ինչ որ ակնարկներ, ինչ որ որակումներ կպցնի մյուս կողմին։ Այս առումով իհարկե չեզոքությունը ապահովված է։ Սակայն չեզոքություն մեր կողմը չի կարող պահպանել, որովհետև խնդիրն անում է, որ մենք համաշխարհային հանրությանը պետք է ներկայացնենք Արցախի 30-ամյա պայքարի արդյունքը եւ ցույց տանք, որ ադրբեջանական կողմը 44 օրյա պատերազմով խախտել է ստատուս քվոն տարածաշրջանում եւ փորձել է խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիաները եւ որոշումները ուժային ճանապարհով լուծելու այդ հարցը։ Հասկանալի է։ Ինչ նախապայմաններ կարող է առաջ քաշել Ադրբեջանը այս բանակցությունների մեկնարկից առաջ։ Փաստորեն արդեն Ադրբեջանը իր նախապայմանները ասում է, երբ որ նախագահ Իլհամ Ալիևի բերանով հնչում է այն, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներն էլ հայտարարում են, որ ընդհանրապես Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, այլ գոյություն ունի Ղարաբաղի ռեգիոն արտահայտությունը եւ երբ որ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, անընդհատ ադրբեջանական կողմը փորձում է ուժային դիրքից պարտադրել Հայաստանին, որ ընդհանրապես չբարձրացվի Արցախի հանրապետության հարցը, որտեղ իրենք դա փակված հարց են համարում։ Այս առումով փաստորեն Ադրբեջանը ցույց է տալիս իր դիրքորոշումը եւ մենք հստակորեն իմանալով իրենց դիրքորոշումը, մենք պետք է մեր դիրքորոշումները մեջտեղ քաշենք, ինչքան կարելի է մաքսիմալ, որպեսզի ինչ որ այսպես ասած զիջումների տեղը լինի։ Շնորհակալ եմ։ Իսկ Շվեյցարիան պատրաստ է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, եթե վերջինս հրաժարվի երկխոսությունից։ Տեսեք, Շվեյցարիան մի անգամ արդեն իսկ ասացինք, որ ինքը չեզոք դիրքից է հանդես գալիս եւ կախված նրանից, թե ինքը կարող է ճնշում գործադրել կամ ճնշում չգործադրել, այդ ամենը կախված է հայկական դիվանագիտության ջանքերից։ Ինչքանով մենք կկարողանանք ցույց տալ, որ պաշտպանում ենք Արցախի հայության ինքնորոշման իրավունքը մեկ, ինչքանով ենք մենք կարողանում աշխարհին ցույց տալ, որ սա
միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց չէ, այլ նաև բնիկ հայության վերջնական ցեղասպանությունը կանխարգելելու քայլ է։ Այս առումով, եթե մենք կարողանանք ինչ-որ համոզել համաշխարհային հանրությանը, ապա չի կարելի բացառել, որ շվեյցարական կողմը օգտագործելով որոշակի լծակներ, որով ինքը ունի կոնկրետ, ասենք, ֆինանսական բնագավառներում, կարող է ֆինանսական ճնշումներ գործադրել մեր պարագայում, իհարկե հայության համար ցանկալի է, որ ինքը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա։ Շնորհակալ եմ, իսկ ինչ կարծիքի եք, արդյոք Բաքվի, Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումները կարող են նպաստել կամ խոչընդոտել այս բանաձևի իրագործմանը։ Նախ անդրադառնանք Հայաստանի Հանրապետության որդեգրած դիրքորոշմանը, մենք բազորոշ տեսնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշել այսպես կոչված խաղաղության գործընթաց եւ ինքը ամեն կերպ ձգտելու է թույլ չտալ, որպեսզի այդ գործընթացին խանգարող ինչ-որ անհասկանալի քայլեր լինեն, այսպես կոչված զգուշավորության քաղաքականությամբ Հայաստանը ձգտելու է ամեն կերպ խուսափի Ադրբեջանին նոր ագրեսիայի հրահրելուց։ Այս առումով հասկանալի է մեր մոտեցումը պետք է իհարկե հասկացողությամբ մոտիկանանք այս դիրքորոշմանը, բայց ինչ վերաբերում է Արցախի հանրապետությանը, այստեղ արդեն դիրքորոշումը լրիվությամբ փոխվում է։ Իհարկե նախ եւ առաջ հարց է, թե ով է ներկայացնելու Արցախի հանրապետությանը Շվեյցարիայում։ Միանշանակ Եվլախում Արցախի հանրապետության լուծարման որոշում ընդունած անձը չի կարող մասնակցել եւ նույնիսկ նրա գրասենյակը չի կարող մասնակցել այդ գործընթացին, որտեղ իրենց դիրքորոշումը արդեն պարզ է, իրենք լուծարել են Արցախի հանրապետությունը։ Այս առումով պետք է հանդես գա մի ազնվորություն, որը ունի միջազգային լայն կապեր, միջազգային հանրության կողմից ճանաչված է եւ կարողանում է դիվանագիտական ինչ-որ արվեստի տիրապետել եւ այս առումով ներկայացնել Արցախի հանրապետության դիրքորոշումը։ Այն է, չի կարող Շվեյցարիայի կողմից առաջարկված այս բանակցային գործընթացը ընդունվել որպես չեզոք, քանի դեռ ադրբեջանական օկուպացիոն զորքերը գտնում են Արցախի հանրապետության տարածքում։ Այսինքն, որպեսզի մենք հավատանք, որ այս բանակցությունները անկողմնակալ են, առաջնային հերթին պետք է պահանջենք, որպեսզի Ադրբեջանը իր օկուպացիոն ուժերը դուրս բերի Արցախի հանրապետության ողջ տարածքից։ Երկրորդ քայլը անշուշտ դա կլինի արդեն բանակցությունների ընթացքում Արցախի կողմը պետք է պահանջի միջազգային խաղաղարար ուժերի կողմից Արցախի ողջ սահմանի երկայնքով խաղաղարար ուժերի տեղադրում եւ ապահովում գործընթացին, որից հետո արդեն մենք կարող ենք խոսել չեզոքության մասին, որտեղ ոչ հայկական կողմը կարող է ուժային ճնշում գործադրել, ոչ ադրբեջանական կողմը կարող է ուժային ճնշում գործադրել, երկու կողմերն էլ հանդես կգան որպես չեզոք կողմեր այս հարցում։ Այստեղ դուք նշեցիք Բաքվի, Հայաստանի, Արցախի դիրքորոշումը, իսկ ինչ կասեք Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը նման մտահղացմանը։ Եթե հաշվի առնենք այն, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 20 թվականին արդեն այստեղ հայտնված շուշեցիները իրենց լիազորությունը տվել են Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանի ներկայացնելու շուշեցիների շահերը դրսում, արդեն մենք կարանք ասենք, որ Արևմտյան Հայաստանի կառավարությունը Եվրոդատարանում իր բռնած դիրքորոշումով ավելի քան 70 հայցեր է ներկայացվել Ադրբեջանի հանրապետության դեմ, որտեղ իհարկե միջազգայինորեն դատապարտվում է Ադրբեջանի կատարած քայլերը, դրանք որակվում են որպես ագրեսիա Արևմտյան Հայաստանի Արցախ նահանգի հանդեպ եւ եթե տարածքային ամբողջականության մասին էլ խոսենք, ապա Արևմտյան Հայաստանը կարող է դրան հակազդել իր տարածքային ամբողջականության հարցը։ Մեզ համար շատ կարևոր է Արևմտյան Հայաստանի մասնակցությունը այս գործընթացին, որովհետև այստեղ կան միջազգային լուրջ կապեր, այստեղ կան փաստաբանների լուրջ
ուժ, որը ունի Արևմտյան Հայաստանը, այդ ներուժը ինքը ունի եւ փորձը ունի նաեւ միջազգային վեճերին մասնակցելու, այս առումով կարծում եմ, թե պարտադիր է Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչի մասնակցությունը բանակցային գործընթացին, անկախ նրանից այնտեղ կլինի Արցախի ներկայացուցիչ կամ կլինի Հայաստանի ներկայացուցիչ։ Այստեղ դուք նշեցիք միջազգային կապերի մասին, բայց այսպիսի հարց է առաջանում։ Շվեյցարիա Հայաստանի խորհրդարանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի կարծիքով, եթե արցախցիները չհրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից, շվեյցարիական նախաձեռնությունը կարող է փակուղի մտնել։ Ձեր մոտեցում այս կարծիքի վերաբերյալ։ Նախ ասեմ, որ պարոն Շահինյանը իրավունք չունի հանդես գալու Արցախի հանրապետության բնիկ հայության անունից, իրեն ոչ ոք դա չի լիազորել եւ չի էլ պատրաստում լիազորել իրեն նման հայտարարություններ անելու համար եւ պետք է բոլորը գիտակցեն, որ արցախցիների համար ինքնորոշման իրավունքը առաջնակարգ թեզ է։ Սկսած 1988 թվականից Արցախի ազգաբնակչությունը իր ազգային ազատագրական պատերազմում Ադրբեջանի դեմ առաջին պլան է մղել այդ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը եւ սրան նաեւ կարծես թե նպաստում է նաեւ Միացյալ Ազգերի կազմակերպության կոնվենցիաները, որտեղ որ շեշտված է, որ տարածքային ամբողջականության տեսությունը իջիկ է դառնում, երբ որ մեջտեղ է գալիս ազգերի ինքնորոշման իրավունքը։ Անշուշտ սա զարգացումները ինչպես պիտի գնա, սա Արցախի հանրապետությունը ներկայացնող անձանց կողմից համատեղ Արևմտյան Հայաստանի փաստաբանների հետ համագործակցության խնդիրն է, որը շատ կարևոր է, որովհետև եթե չունենալ այս միջազգային փորձը, մերոնց անփորձությունը կարող է վտանգել մեր իրավունքները եւ իհարկե արցախցիները պետք է անընդհատ նաեւ շեշտեն, որ Արցախի հանրապետության այն տարածքը, որը որ եղել է, կարևոր է, որպեսզի կարողանան թույլ չտալ բնիկ հայության նկատմամբ ցեղասպանական ծրագրերի իրականացումը, որը ի դեպ Ադրբեջանը կիրառեց թե 44 օրյա պատերազմում, թե 23 թվականին իր այսպես կոչված անտիտերոր ռազմագործողությամբ, որը իհարկե բռի ուժի ցուցադրություն է եղել։ Հասկանալի է եւ այսպիսի մի հարցը Ադրբեջանի նախագահը եւ Թուրքիայի նախագահը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որ Ղարաբաղի հարցը լուծվել է ի օգուտ Ադրբեջանի։ Այս հայտարարությունից ելնելով մենք կարող ենք ասել, որ այս բանաձևը Շվեյցարիայի կողմից ընդունված բանաձևը կարող է գնալ փակուղի։ Ադրբեջանի եւ Թուրքիայի որդի գրած քաղաքականությունը այն է բռի ուժի ցուցադրությունը ցույց է տալիս, որ իրենք հակում ունեն Շվեյցարիայի եւ ինչու միայն Շվեյցարիայի ցանկացած միջազգային միջնորդություն տանելու փակուղի։ Իհարկե հայկական կողմի դիվանագիտությունը պետք է պայքարի Շվեյցարիայի ընձեռնած հնարավորությունները ռեալ դաշտ բերելու համար, ինչքան հնարավոր է, եւ եթե հանկարծ Աստված մի առասցե գործողություններ տանեն նրան, որ գնում է դեպի փակուղի, այս դեպքում հայկական դիվանագիտությունը պետք է կարողանա այլ միջազգային ուժեր բերել ասպարեզ, որպեսզի այդ ուժերը պաշտպանեն Արցախի բնիկ հայության իրավունքները եւ պահանջեն ադրբեջանական օկուպացիոն զորքերի դուրս բերումը Արցախի հանրապետության տարածքից։ Այս մոտեցում մենք պետք է ունենանք, գիտակցելով, որ բոլոր դեպքերում Թուրքիան, որպես Ադրբեջանի հովանավոր, ինքը փորձում է թուրքալեզու ժողովուրդներին համախմբել հենց այս Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջը, իր թուրանական ծրագիրը առաջ տանելու համար եւ ինքը այս կոնֆլիկտի մեջ փորձում է ընդգրկել թե Պակիստանին, թե Թուրքմենստանին, թե Ղազախստանին։ Հիշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր, ասենք, հրամանատարը հանդիսանում է ազգությամբ ղազախ ներկայացուցիչ, որ ասում է այն, որ Ղազախստանը չեզոք դիրքում չէ այս կոնֆլիկտի հարցում։ Հայկական կողմը Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումների դեմ պետք է դնի
բոլոր այն ուժերին, որոնք դրանց դեմ են։ Մենք ունենք այդ ուժերը, այստեղ ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտության պրոֆեսիոնալիզմից։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ինչ կասեք այն մասին, ելի պետք է արծարծեմ այդ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, Ղարաբաղի հարցը լուծված է ի օգուտ Ադրբեջանի, այս դեպքում ինչ մոտեցում պետք է որդեգրի Արցախը իր քաղաքական ապագան պաշտպանելու համար։ Ուրեմն տեսեք, Արցախի հանրապետության իշխանության ներկայացուցիչները, որոնք այսօր ապաստանել են Հայաստանում, իրենց բռնած դիրքորոշումով ցույց չեն տալիս, որ իրենք հակված են պաշտպանելու արցախահայության իրավունքները։ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները առնվազն պետք է հանդիպեր նրանց հակազդեցությանը, բայց մենք տեսնում ենք, որ արցախյան կողմը ընդհանրապես բավարարվեց Արցախի խորհրդարանի ոգևորիչ կոչով Շվեյցարիային, որ ողջունում են այս շվեյցարիական այս նախաձեռնությունը եւ դրանից այն կողմ ոչինչ չգնաց։ Այսինքն Արցախի իշխանությունները կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախահայությանը համախմբելու, ինչ որ ծրագրեր առաջ քաշելու ուղղությամբ կոնկրետ ես դեռևս չեմ նկատել որևիցե մի քայլ, որը ցույց կտար, որ ասենք թե Արցախի Հանրապետության ներկայացուցիչները փորձում են ինչ որ դիմադրական շարժում սկսել։ Միակ շարժումը, որ մենք նկատեցինք, դա վերջին այս ցույցերն էին Երևանում, որոնք ավարտվեցին շատ, այսպես ասած, տխուր ձևով, երբ որ մարդիկ ընդհանրապես ցույց տվեցին, որ իրենք պահանջում են Բաքվի բանտերում պահվողների ազատագրման խնդիր։ Իհարկե Ադրբեջանը չի պատրաստվում այդպիսի զիջումների գնա, մենք Ադրբեջանին կարող ենք պարտադրել զուտ դիմադրական ճանապարհով եւ այդ դիմադրական պայքարի ձևավորմամբ մենք կարող ենք նպաստել, որ այո, միջազգային հանրությունը անդադ իրավաբանական դաշտ ստեղծի եւ ցույց տա, որ մեր պայքարը ավարտված չէ։ Այս առումով ես նորից եմ ասում, այնքան ինչ չի հետաքրում Ադրբեջանի դիրքորոշումը, դա պարզ է, երբ որ ինքը 44 օրյա պատերազմով ցույց է տվել, թե ինքը ոնց է տեսնում հարցի լուծումը ուժային ճանապարհով, այս առումով մեզ համար հետաքրքիր է այդ ուժային ճանապարհին հակազդելու ուղիների որոնումը, ինչպես է Արցախյան կողմը դա տեսնում։ Եթե իշխանական ներկայացուցիչները չունեն այդ ուժն ու հնարավորությունները, ապա նրանք պետք է ասպարեզ ժիջեն այն գործիչներին, որոնք փորձում են ինչ-որ դիմադրական շարժում կազմակերպել։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հարցերով հանձնաժողովի պատասխանատու Աշոտ Հարությունյանը։ Կհանդիպենք։